Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսօր ես զրուցում Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանի հետ, նաև վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, մեր ավերն ընդունելու համար։ Վերջին մեր զրույցի ընթացքում այսպես է բացիկ խոսեցինք, այսպես ասած, ճանաչողական պատերազմի մասին, եւ ես խոստացա, որ մեր հեռուստատողների համար կխնդրենք դուք եւս մեկ անգամ գաք ավելի շատ նաև այդ թեմայի մասին խոսելու։ Ինչ է ճանաչողական պատերազմը եւ Հայաստանում ինչպես է դրսևորվում այդ պատերազմը իր գործիքներով, տեսքով, մասնակիցներով, խնդրեմ։ Ճանաչողական պատերազմը ինքը մի հատված է հիբրիդային կամ բազմակողմանի պատերազմից, որը այդ անվանումը ստացավ 2015 թվականին Մյունխենյան գագաթնաժողովի ժամանակ։ Եվ դրանից հետո արդեն շատ է կիրառվում միջազգային հարաբերություններում որպես հիբրիդային պատերազմ։ Հիբրիդային պատերազմի հատվածներից մեկը ճանաչողական պատերազմն է, որի միջոցով փորձում է մեկ օբյեկտ, մեկ այլ օբյեկտի ճանաչողությունը փոխել սեփական մտքերի, սեփական ազգի, սեփական ժողովրդի նկատմամբ։ Մեր պարագայում դա արդեն կիրառվում է վաղուց, այնպես ինչպես որ ասենք հիբրիդային պատերազմը նոր պատերազմ չի, պարզապես ինքը անվանումն է շատ ուշ ստացել, բայց մեր պարագայում շատ ավելի շուտ է սկսել։ Եվ այդ պատերազմը վարում են տարբեր բևեռներ եւ փորձում են մեր արժեհամակարգը, մեր մտածելակերպը, մեր մոտեցումը խնդիրներին, մեր ներքին ազգային միասնականությունը դրանք բոլորը ոչնչացնել։ Այդտեղ շատ մեծ տեղ եւ դեր ունեն զանգվածային լրատվամիջոցները։ Երեք էր, որ նաեւ հրապարակվեց, որ USAID-ին Հայաստանի մի քանի 100 բլոգերների է գումար տրամադրում, զանգվածային լրատվամիջոցների է գումար տրամադրում եւ պարզ է, որ եթե որևիցե մեկը որևիցե գումար տրամադրում է, ունի հստակ նպատակ։ Եվ այդ նպատակներից մեկը նաեւ որ իրենք իրենց ազդեցություն տարածաշրջանում մեծացնեն։ Մասնավորապես, երբ խոսում ենք Միացյալ Նահանգների մասին կամ հավաքական արևմուտքի մասին, կամ որ USAID-ին կամ NDI-ը կամ տարբեր կառույցներ, որոնք որ աշխատում են արևմտյան պետությունների համար, միայն դրանք չեն։ Դա այն անվանական մասն է, որը որ երևում է։ Օրինակի համար կա նաև Կոնրադ Ադերնայերի հիմնադրամը Գերմանիայի կառավարության կողմից, որտեղ դեռևս 2000-ական թվականների սկզբից Հայաստանի պետական ծառայողների հազարավոր մարդիկ գնացել են եւ այնտեղ ստացել են ինչ-որ դասընթացներ եւ հաստատ այդտեղից ինչ-որ մարդկանց իրենք նաեւ հավաքագրել են։ Վերջ-վերջո իրենք ունեն հստակ նպատակ եւ այդ նպատակին հասնելու համար իրենք կիրառում են ամեն ինչ։ Հիմա բոլորի կենսագրությունը, որ նայում ես իշխանության մեջ գտնվող, հիմա եւ նախկին կառավարության մեծ մասը թավծի ինչ որ ծրագրերով են։ Այո, իրենք շատ են օգտվում այդ բանը։ Օրինակի համար Ֆլետչեր համալսարանն են օգտվում եւ իրենք կիրառում են այդ մեթոդաբանությունը։ Եվ իրենք իրենց քաղաքականությունն են առաջ մղում հատուկ անձանց միջոցով։ Այսօրվա իշխանությունները որ կան ու նաեւ նախորդ իշխանությունները, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, նույն ուղղությունն են տարել եւ այդ ուղղությունը հետեւյալ նախադասությամբ կարելի է մեկնաբանել, իջացնել Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում եւ տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը փոխել։ Պարոն Պետրոսյան, դուք ասացիք, որ USAID-ով
բլոգերներ, լրատվամիջոցներ են ֆինանսավորել թվի մասին նաև խոսել էր քաղաքագետ Արտուր Խաչիկյան եւ հետաքրքիր թիվ է, կարծեմ 120 միլիոն դոլարից ավել գումար է տրամադրվել, ընդ որում սա կարճ ժամանակի մասին է, Այո, որ ընդամենը 6 շաբաթ։ եւ 180 բլոգեր են պահել ամերիկացիները Հայաստանում, խոսացողներ, դրանք են ամենահայտնի մարդիկ են, որոնք հենց, չգիտեմ, մի հիմարություն խոսում են, դա 100,000-ավոր դիտումներ է ապահովում դրա համար, հա։ Դրանք նաև այն մարդիկ են, որոնք ակտիվորեն ատելություն են քարոզում Ռուսաստանի դեմ, միևնույն ժամանակ Թուրքիան փորձում են այսպես բարի աչքերով ներկայացնել, նրանցից մեկը անգամ հանդգնեց հայտարարել, որ Թուրքիան մեծ թշնամի չէ, մեծ թշնամի Ռուսաստանն է։ Եվ ասաց, որ արխիվները լը բացեն, կպարզվի Թուրքիան ցեղասպանություն արել, թե Ռուսաստանը հայերի գլխին։ Այսինքն հարյուրավոր միլիոն դոլարներ են ծախսվում արևմուտքի կողմից Հայաստանում պատկերը փոխելու, այսինքն հենց սա էլ կարծեք թե ճանաչողական պատերազմ, այսինքն հայերի ավանդական վերաբերմունքը թուրքերին կամ Թուրքիային փոխելու բարեկամական տրամադրվածությամբ փոխարենը թշնամացնել ռուսների հետ, այնինչ սա իրականության խեղում է, որովհետև ում հետ ուզում են բարեկամացնել, նրանք ցեղասպանություն են իրականացրել։ Գիտեք, մենք հայերս ունենք մեկ ասացված, որ ասում է, որ գողը առաջինն է կանչում բռնեք գողին։ Սա ճիշտ այն խնդիրն է, որը որ կիրառվում է արևմտյան պետությունների կողմից Հայաստանում։ Վերջ-վերջո այն ինչը, որը որ դեռևս Բերլինի կոնգրեսի ժամանակ եւ անգլիացիների ու ֆրանսիացիների ճնշման տակ ստորագրվեց եւ արևմտյան Հայաստանի հիմնական մասը դրվեց վերջնականապես դրվեց Թուրքիային եւ հայկական հարցը միշտ փակեցին, մենք տեսնում ենք, որ այսօր ժամանակակից Թուրքիայում 20 եւ 21-րդ դարի Թուրքիայում արևմտյան Հայաստանում հայ չկա։ Եվ այն ինչ, որ հայկական էր, դրանք արդեն բոլորը թուրքական են։ Եվ այդտեղ շատ մեծ դերակատարում ունի նաև կաթոլիկ եկեղեցին։ Այսինքն մենք պետք է լավ հասկանանք, որ որպես ազգ, որպես ժողովուրդ, ինչպես նաև մնացած բոլոր պետությունները եւ ժողովուրդները, ամեն մեկը միայնակ է պաշտպանում ինքը իր շահերը։ Պարզապես կարող է տվյալ պահին մեր շահը համընկնի ինչ-որ մի պետության հետ եւ այդ պետությունը մեզ որոշ չափով օժանդակի։ Բայց կարող է եւ չհամընկնի համաշխարհային ուժերի հետ եւ իրենք փորձեն մեզ վերացնել։ Հիմա էլ արդեն չեն գնում ցեղասպանության մեթոդաբանությունով եւ ցեղասպանում։ Անշուշտ դա կիրառվում է նաեւ Իսրայելի կողմից որպես ցեղասպանության միջոց Գազայում։ Եվ տեսնում ենք, որ մեկ տարվա ընթացքում 100,000-ից ավելի մարդ են կոտորել, որոնց մոտ 30%-ը երեխաներն են եղել։ Նույնն էլ այսօր կիրառվում են նաեւ զգալի մասը կանայք։ Երեխաներ, կանայք եւ իրենք դա եւ ոչ մեկը չի խոսում այդ ամեն ինչի մասին։ Չեն խոսում, այնպես ինչպես որ խոսեցին 120,000 արցախահայերի տեղահանության մասին եւ այսօր Հայաստանի Հանրապետության իշխանության գահին նստած անձինք, ովքեր որ իրենց ցակումնաբանությունը իսկապես կասկածի տակ է, իրենք ասում են, որ արդեն Արցախի հարցը փակված է եւ Արցախի հարցով երբեք չի պիտի խոսել, բայց այստեղ խնդիրը Արցախ կամ Արցախահայությունը չի, այստեղ խնդիրը հայկական եւ հայկական մշակույթի ոչնչացման մասին է։ Խոսքը հայության ոչնչացման մասին է։ Պարոն Պետրոսյան, լավ, ավարտեք հարցը։ Այս մեթոդաբանությունը դեռևս Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ սկսվեց։ Իրենք սկսեցին խոսել մեր բոլոր խնդիրները Արցախից է գալիս, մեր բոլոր խնդիրները սկսում է Արցախով եւ ավարտվում է Արցախով եւ ամեն ինչը կապեցին դրան։ Եվ երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրենց կյանքի դժվարությունները ամեն ինչը կապեցին եւ երբ որ Արցախը կա, որ մենք վատ ենք ապրում։ Այո, եւ երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգային ժողովում էր ասում էր լավ չես ապրի Սերգո ջան, քանի դեռ Արցախի հարցը կա, այդպես իրենք սկսեցին ամեն ինչը։ Եվ Արցախը իրենք չդիտարկեցին որպես Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ մաս եւ իրենք վերացրեցին այդ վահանը, որ մենք ունեինք։ Պարոն Պետրոսյան, արդյոք ճանաչողական պատերազմի հետևանք է նաեւ այն, որ հայ հասարակության զգալի մասը ռեգիոնալ կողմնորոշիչների այսպես խախտում ունի։ Մարդիկ ավելի շատ իրենց մոտ են համարում Փարիզը աշխարհագրորեն, քան Բաղդադը, ասենք,
քան Թեհրանը, քան Թիֆլիսը։ Այո, եւ Թիֆլիսը մի քիչ սկսել են մոտ համարել, ասում են դե Թիֆլիսը Փարիզից մի քիչ է հեռու, բայց դե այդքան շատ հեռու չի ոնց որ դե Բաղդադը։ Կամ հիմա սա արդյոք նույն բանի, որ մարդիկ իրենց այս տարած ապրելով մեծ մերձավոր արևելքում, մերձավոր արևելքի մաս իրենց չեն համարում, բայց միևնույն ժամանակ մերձավոր արևելքի բոլոր խնդիրները անդրադառնում են մեզ վրա։ Մենք սպասում ենք, ասենք Հայաստանում հիշում եք, ինչ մեծ մտահոգության ալիք էր բարձրացել, երբ Փարիզի Աստվածամոր տաճարը այրվեց, հա։ Այո։ Շինություն էր, գեղեցիկ շինություն էր, հոգևոր կենտրոն, որով կարելի է վերականգնել։ Բայց ես չեմ տեսնում այդ մտահոգության 10%-ը, երբ որ Գազայում այս պահին արդեն 80,000-ից ավել մարդ է սպանվել։ Մեծ մասամբ երեխաներ, կանայք ու խաղ բնակչություն, որովհետև մարդկանց համար Փարիզի Աստվածամոր տաճարը ավելի մոտ է ֆիզիկապես գտնվում, քան Գազան, որը շատ ավելի հեռու է Փարիզից մեր մտքերում։ Եթե օրինակ ես համարեի, որ հասարակության զգալի մասը լինելով քրիստոնյա, ապրում է քրիստոնեական արժեքներով, կարող է ինք հասկանալ, թե ինչու են տաճարի համար ավելի շատ մտահոգ, բայց մենք էդ էլ չենք տեսնում, մենք տեսնում ենք արժեքների դեգրադացիա, մենք տեսնում ենք քրիստոնեական արժեքներից հասարակության մեծ մասի հեռացում։ Ինչու է այդպես։ Սա ճանաչողական պատերազմի հետևանք է, թե ոչ։ Սա ճանաչողական պատերազմի ձևերից մեկն է, որը կիրառվում է, բայց երբ որ մենք ասում ենք հասարակություն ասելով ինչ ենք հասկանում։ Մենք կարող ենք մեդիաներ, որոնք մշակում են մարդկանց ուղեղները։ Ահա, այսինքն արեք մենք խոսենք մեդիաների մասին, խոսենք զանգվածային լրատվամիջոցների մասին եւ բլոգերների, որոնք նաեւ սովորեցնում են մարդկանց։ Եվ արեք խոսենք մենք բլոգերների, զանգվածային լրատվամիջոցների եւ այն քաղաքական վերլուծաբանների եւ քաղաքական կազմակերպությունների, ովքեր փորձում են ցույց տան, որ տիրապետում են հասարակական եւ զանգվածային մտածելակերպի եւ մոտեցումների։ Իրականության մեջ աշխարհի ցանկացած ժողովուրդ, որ մենք վերցնենք, իրականության մեջ ժողովրդին հետաքրքրում է իր առօրյա կյանքը, որ երբ որ երեկոյան տուն է գնում, ինքը կարողանա իր ընտանիքի համար օրվա հացը ապահովի եւ օրվա ծախսեր կարողանա հոգա։ Մնացած հարցերը ինքը իր վրայից թոթափում է, ձայն տալով տվյալ իշխանությանը, որը կառավարում է տվյալ պահին։ Եվ այդ ձայն տալու ընթացքում ինքը ենթարկվում է շատ մանիպուլյացիաների։ Եվ այդ մանիպուլյացիաների կիրառումը գալիս է նորից զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Այսինքն այստեղ խնդիրը հետևյալն է, որ ով է այդ ամեն ինչի մասին խոսում։ Եթե Միացյալ Նահանգները $120 միլիոն գումար է տրամադրել, ասենք մի քանի տասնյակ լրատվամիջոցների, մի քանի 100 բլոգերների, մի քանի 100 քաղաքական վերլուծաբանների, որոնք հայտնի չի իրենց վերլուծությունը որտեղից են վերցնում, ինչպես են վերցնում եւ ինչով են իրենք ընդհանրապես մտածում։ Կգնա գվելուծեք, որ Ռուսաստանը մեր թշնամին է, Թուրքիան մեր բարեկամն է։ Վերջացավ։ Այսինքն այդտեղից է սկսում։ Մարդիկ, ովքեր որ պատրաստ են իրենց ազգությունը, իրենց ընտանիքը, իրենց ընկերությունը, իրենց ամեն ինչը վաճառեն մի քանի քոր կոպեկի համար, իրենք շատ մեծ տարբերություն չունեն Հուդայի հետ։ Եվ իրենք մասնավորապես արևմուտքը այսօր տեսնում ենք, որ ինքը քարոզում է սատանապաշտությունը, քարոզում է, որ այ գիտեք ինչա, եթե Հուդան չլիներ, Քրիստոսը այդքան ճանաչողություն ձեռք չէր բերի։ Սա այն է, որ այսօր իրենք քարոզում են։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօր նաև Հայաստանում փորձում են դավաճանին սպիտակ շոր հագցնել եւ ասենք, որ գիտեք ինչ է, ինքնա դավաճան չի, այնպես ինչպես որ այսօր Նիկոլի համար են անում եւ իր թիմի։ Ուստի այստեղ ոչ թե պիտի մեղադրել ժողովրդին կամ հասարակության, այլ պետք է մեղադրել կոնկրետ նրանց, ովքեր որ այդ ուղղությամբ են տանում, այսինքն զանգվածային լրատվամիջոցները։ Չէի պլանավորում այս հարցը տալ, բայց պիտի տամ, քանի որ վերջին օրերի հայտարարություններից է եւ քանի որ դուք էլ խոսեցիք ժողովրդին մեղադրելուց։ Այսօր քաղաքական դաշտում ժողովրդին մեղադրող ամենաերևացող գործիչը Սերժ Սարգսյանն է։ Վերջին ՀԿ 35-րդ տարեդարձի նվիրված միջոցառմանը, այսպես կշտամբելով ժողովրդին, ասել դες ինչ անեմ, որ դու գնացիք էշի ճակատը պաչեցիք, նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե այդտեղ եղան հակադարձումներ, որ ախր այդ էշին դուք եք պահել, այդ դուք եք կերակրել, դուք եք բանտից հանել, դուք եք անցկացրել խորհրդարանը, սրանց չգանք, հա, բայց սա ինչ մտածողության հետևանք է։ Դա կլի Սերժ Սարգսյանը կամ ցանկացած մեկ, հա։
սեփական ժողովրդին նման ձևով մեղադրող մարդ արդյոք պետք է իրավունք ունենար լինելու այդ ժողովրդի լիդերը։ Խնդիրը գիտեք Եթե վերջում ժողովուրդը մեղավոր լինելու, ապա ինչու են կառավարական մեքենաները իրենց, շենքերը իրենց, տները իրենց, փողերը իրենց, եթե վերջում ժողովուրդը մեղավոր լինելու, այդ այդ ամեն ինչը մնա ժողովրդին, ուրեմն ոչ կառավարությունն է պետք, ոչ նախագահը պետք, ոչ վարչապետը պետք, ոչ էլ մնացած պետական կառույցները։ Ժողովուրդը թող ամեն մեկը իր մեղքի բաժինով խնդիր լուծի։ Գիտեք, ես միշտ անդրադարձել եմ այս խնդրին, երբ ժողովրդին մեղադրել են։ Մենք 35 տարվա ընթացքում, չասեմ մենք, քանի որ մենք տարբերը, այլ Հայաստանի իշխանություններ տարբեր են եղել։ Լևոնը, Ռոբերտը, Սերժը եւ մասնավորապես Նիկոլը ինչ են սովորացրել ժողովրդին, որ ինչ են ուզում իրենից։ Եթե իրենք սովորացրել են 4-ը միասին, ես չեմ ուզում առանձնացեմ, քանի որ իմ համար 4-ը նույն մակարդակի մեջ են, նույն փայտիկի, նույն կեղտի տարբեր հատվածներ, մեկը մի քիչ մեծ, մեկը մի քիչ քիչ։ Բայց ինչ են սովորացրել ժողովրդին։ Ոչ մի բան։ Ժամանակին Փիրումյանն անունով մեկին բերեցին, որ ինքը հայոց պատմության դասագիրքը նորագույն պատմությունը խեղեց։ Փորձեց կուսակցականացնել։ Եվ հիմա նույն կներեք, սպասեք, եթե մենք անդրադառնում ենք, մենք պիտի խորքային անդրադառնանք, որ եւ չուզենանք մեղադրանք միայն մեկին։ Նույն ասենք Սերժ Սարգսյանը ինքը տարիներ եղել է եւ պաշտպանության նախարար, եւ ներքին գործերի նախարար, եւ ազգային անվտանգության ծառայության նախարար։ Հետո այդ երկու նախարարություններ միացրեցին իրար, ոստիկանությունը եւ ազգային անվտանգություն միացրեցին իրար, եւ դրա նպատակը միայն այն էր, որ ազգային անվտանգության ծառայությունը քանդեն մինչեւ վերջ։ Հետո եկավ պաշտպանության նախարար, հետո դառավ վարչապետ, հետո էլ դառավ նախագահ։ Ինքը այս երկար շղթայի մեջ ինքը կարողացել է մի դրական բան կառուցել։ Ոչ։ Շատ անկեղծ խոսենք, ոչ։ Թող Սերժ Սարգսյանը չարդարանա։ Օրինակի համար, ամենապարզ օրինակը բերեմ, 2002 թվականին իրեն զեկուցվում է, որ գիտեք ինչ է, ձեր երկու գնդապետները, որոնք գնացել են Միացյալ Նահանգներ, այնտեղ հավաքագրվել են իրենց Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից։ Շատ հստակ։ Եվ ինքը ասում է, լավ, եթե հավաքագրել են, ոչինչ, թող իմանանք, որ իրենք են։ Բայց այդ երկուսը գիտեք ուր հասան։ Ուր հասան։ Ամենաբարձր պաշտոնների եւ պատերազմի ժամանակ երկուսն շատ բարձր պաշտոններ էին զբաղեցնում։ Ինչը Սերժ Սարգսյանը դա չգիտեր, շատ լավ գիտեր։ Շատ լավ գիտեր։ Կամ 2014 կամ 2000 ոչ 2014 թվականին Սերժ Սարգսյանին զեկուցում են նորից, որ գիտեք ինչ է, այս ինչ բարձր պաշտոնյա անձը, որը որ արդեն դուք իրեն բարձր կոչում եք տվել եւ գտնվում ազգային անվտանգության ծառայությունում, դա իօգուտ Իսրայելի եւ Թուրքիայի աշխատում է մեր բարեկամ այսինչ պետության դեմ։ Ինչ արեց Սերժ Սարգսյանը։ Ոչինչ, այդ մարդին այդ պաշտոնից անես դրես մեկ ուրիշ պաշտոնի։ Լավ, հիմա եթե մենք գնանք ես ինչ եի ուզում ասել, տեսեք, հիմա դուք տվեցիք 4 ղեկավարների անուններ, ասացիք դե բոլորն էլ նույնն են։ Ես համաձայն եմ, որ բոլորի ժամանակ էլ տեղի ունեցել հանցագործություններ, ժողովրդի իրավունքը շատ դրվագներում խախտվել է, բայց ես կարծում եմ մարդիկ անհատապես են պատասխանատու իրենց արածին, որովհետև հիմա ոնց որ վերցնեք, ասեք բոլոր լրագրողները սրիկա են, իհարկե լրագրողների մեջ կան սրիկաներ։ Կներեք, բայց եթե ես երբեք չխոսեցի այն մասին, որ տեղի ունեցել, ասենք, մարդու իրավունքների խախտում, որևիցե նախագահի ժամանակ։ Ես չխոսեցի այն մասին, որ գիտեք ինչ է, այս ինչ բանը իրենք ճիշտ չեն արել։ Ես խոսում եմ ավելի հիմնային մասին խնդիրներ, ավելի խորքային խնդիրների մասին։ Թալանը կամ չգիտեմ կոռուպցիոն խնդիրները ամեն տեղ կա։ Ով էր ասում չկա։ Միացյալ Նահանգներում չկա, թե Ֆրանսիայում չկա։ Սարկոզին դատապարտեցին 7 տարվա բանը։ Բոլորին մի հարթության վրա եմ դնում, քանի որ իշխանությունները գնահատվում են իրենց թողած արդյունքը ապագա սերունդի վրա։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ սերունդ դաստիարակեց։
Ռոբերտ Քոչարյանը ինձ սերունդ դաստիարակեց, Սերժը ինձ սերունդ դաստիարակեց, եւ այսօրվա այս իշխանությունը ինձ սերունդ է դաստիարակում։ Մնացածը, որ գողանում են, թալանում են, չգիտեմ կառավարության տորտից ուտում են, չեն ուտում, այսինչ, չգիտեմ ճանապարհ շինարարության ժամանակ այսքան փող է կորել, դա ամենտեղ կա։ Իլոն Մասկը կներեք, Իլոն Մասկը ինքը հայտարարեց, որ Միացյալ Նահանգների 6 տրիլիոն պետական բյուջեի մոտ 33%-ը կորում է։ Դա Միացյալ Նահանգների մասին են խոսում։ Գերմանիայում ինչը նույնը չի։ Սարկոզին որ երկրի նախագահն էր, Ֆրանսիայի։ Մարդուն դատում են $2 միլիարդ կաշառք վերցնելու համար։ Այսինքն եթե զինվորականների անունները ինչու չեք տալիս։ Իրենք շատ լավ գիտեն։ Իրենք ով զինվորականները թե Իշխանությունները։ Չէ, ասեք Հիմա ժողովուրդը գիտեք, այդ մարդկանց անունները տալի, ժողովուրդը իմանալը այդքան մեծ բան չի տալիս մեր ժողովրդին։ Բայց իրենք գիտեն այդ ամեն ինչը։ Հիմա այսօր որ հայկական բանակը քանդում, այո ինքն էլ գիտի։ 2019 թվականին իր սեղանին դրվել էր այդ ամեն ինչը, ինչու ոչինչ չարեց։ Քան որ բոլոր նույն տեղից են սնվում։ Հասկացա, հիմա ինչ անել ճանաչողական պատերազմի։ Ճանաչողական պատերազմի տեսեք։ Եթե $100 միլիոն են դրվում հայ ժողովրդին իր ինքնությունից կտրելու համար, հակառակ ռեսուրսները չեն դրվում։ Հակառակ դպրոցները հայկական ինքնությունից ոնց որ թե կտրվել են։ Բաները համալսարանները ես չգիտեմ ինչ են դաստիարակում, հա։ Այս դեպքում որն է շանսը հայ հասարակության, որ այդ ճանաչողական պատերազմում հնարավոր է հաղթող դուրս գա։ Ճանաչողական պատերազմում հաղթող դուրս գալու համար մարտվել, չփոխվել։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք ճանաչողական պատերազմի դեմ դուրս գալու համար, մենք պետք է հասկանանք, որ այդտեղ պետական հստակ լծակ է պետք։ Եթե պետական լծակը չկա, այդ ժամանակ խնդիր է առաջանում եւ չէ կարողանա դիմագրավել այդ ամեն խնդիրներին։ Սա շատ կարևոր է, որ պետությունը պետք է այդ ամեն ինչը ձեռնարկի, բայց արդյոք այսօրվա մեր կառավարությունը կամ ասենք նախորդ կառավարությունները ցանկություն ունեցել են դրա դեմն առնելու։ Պարզապես հիմա այդ ամեն ինչի դեմ դուրս գալու համար միայն մեկ տարբերակ կա, դա պարտիզանական պատերազմն է։ Երբ թշնամին 5-րդ Չալմեկը կապեն լեռներ։ Ոնց են գալու պարտիզանական պատերազմ։ Միգուցե պիտի Չալմեկը կապել եւ բարձրանալ լեռներ եւ այնտեղից մոսիներով կռվել այսօրվա իշխանության դեմ։ Միգուցե դա էլ է ճանապարհներից մեկը։ Միգուցե ճանապարհներից դուք դա եք հասկանում, բայց այն մարդիկ ովքեր որ լսում են, ես կարծում եմ իրենք ուրիշ բաներ են հասկանում։ Դա նաև նշանակում է կղզիակներ կառուցել եւ այդ կղզիակների միջոցով կռիվ տալ կոնկրետ ճանաչողական պատերազմի դեմ։ Եվ այդպիսի կղզիակներ այսօր քիչ չեն։ Եթե այսօր հասարակության հիմնական մասը անտարբեր է, դա էլ է ճանաչողական պատերազմի մի մասը։ Կամ թե չէ այն ինչը որ այսօր ընդդիմության շատ գործիչներ իրենք փորձում են վաղ սերմացնել, որ այ տեսեք Ադրբեջանը այսքան կրակում է, էս անում, այն անում եւ դրանք ուռճացնելը, դա էլ է ճանաչողական պատերազմի մի մասը։ Այսինքն մենք որպեսի հասկանանք թե ինչ է ճանաչողական պատերազմ, մենք պետք է կարողանանք շատ լավ ուսումնասիրենք, իսկ այդ ուսումնասիրությունը ով պիտի անի։ Այսօրվա քաղաքական դաշտում գոյություն ունեցող վերլուծաբանները ոչ մեկը այդ ցանկություն, չասենք ոչ մեկը, մեծամասնությունը ցանկություն չունեն։ Զանգվածային լրատվամիջոցների մեծամասնությունը ցանկություն չունի։ Մեկ բարձ օրինակ բերեմ ձեզ։ Արդեն մոտ 3 ամիս է, որ փորձում ենք Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական կուսակցություններին, զանգվածային լրատվամիջոցներին եւ անհատների, ովքեր որ մտահոգված են Հայաստանի ապագայով, հավաքել մի օրենք անցկացնել, որտեղ ցանկացած զանգվածային լրատվամիջոց կամ հասարակական կազմակերպություն ստանում է գումար դրսից ինքը հաշվետվություն ներկայացնի պետությանը։ Սա շատ հիմնական խնդիր է։ Սպասեք, մի րոպե արձագանքումը շարունակենք։ Օրենքը նախագիծը շատ լավն է։ Տեսեք։ Չէ, նախագիծը շատ լավն է, բայց դուք հիմա ուզում եք առաջարկել նախագիծ
իբրև թե դաշտի առողջացում են, որ իշխանությունները թուրքական են ուղղակի։ Այսինքն դուք իշ Նիկոլի ձեռքին գործիք եք տալիս։ Չնայած մենք անհանգստանալու բան չունենք, արտաքին ֆինանսավորություն։ Ես Ուզում գիտեմ, եմ որ հիմա երբ որ իշխանությունը, կառավարությունը այս իշխանությունը, այս տեսեք, տեսեք, այս իշխանությունը ոչինչ չի անելու այդ ուղղությամբ։ 100%-ով վստահ ենք։ 100%-ով վստահ ենք։ Բայց ամենազավեշտալին գիտեք ինչ էր, որ ազգային ժողովում ներկայացված մնացած ճակերտավոր ասած ընդդիմադիր դաշտը ցանկություն չունի այդ ուղղությամբ աշխատելու։ Այն անձինք, ովքեր որ ասենք օրինակի համար գոնե զանգվածային լրատվամիջոցներում կամ հասարակական դաշտում իրենք ներկայանում են որպես ազգային դեմքեր, ոչ մեկը ցանկություն չունեցավ մասնակցելու։ Կամ նրանք, ովքեր որ ասենք ռուսամետ են ի հայտ գալիս եւ ասում են, որ այ մենք ռուսամետ ենք, իրենք չուզեցին խոսեն եւ չուզեցին մոտիկ գալ։ Դե որտեղ օրենք իրանց է վերաբերվել հիմա։ Տեսեք, հիմա Դե մենակ այստեղ մի ռուսամետներին կարևոր եք հարց, թողելու փոխել։ լսեք, այստեղ կարևոր մի հարց կա։ Վերջ-վերջո Հուդան ինքը իրեն կախեց։ Թե կախեց։ 30, ոչ, կախեց ինքը իրեն։ Երբ հասկացա, որ այդ 30 արծաթը, որ ստացել էր, չարժեր այն դավաճանությանը, որ կատարել էր Քրիստոսի նկատմամբ։ Հիմա մարդիկ գալու են հասնելու են այն եզրակացության, որ այդ մի քանի $100,000 կամ մի քանի միլիոն դոլարը, որ իրենք վերցրեցին, եւ սկսեցին քանդել հասարակությունը, դա ոչինչ էր այն ինչի դիմաց որ կորցրեցին։ Գնալու ապրեն ուրիշ երկրներում մարդիկ։ Այդ մարդիկ ովքեր Ուզում ասեմ օրենքը, տեսեք, օրենքը դեր նախաձեռնություն շատ լավն է։ այդ օրենքը Բայց հիմա, ասեք չգիտեմ, կներեք, հիմա այն պահն է, որ Միացյալ Նահանգները ինքն է խոսում այդ ամեն ինչի մասին, եւ հիմա բացվել է մի պատուհան ժամանակավորապես, որը կարելի է օգտվել այդ պատուհանից։ Հիմա այդ պատուհան շատ շուտով փակվելու է։ Միացյալ Նահանգները այդ պատուհանը փակելու եւ մեկ ուրիշ պատուհան է բացելու։ Հիմա քանի այս պատուհանը կա, մենք պիտի օգտվենք դրանից։ Խնդիրը սրանում է։ Խնդիրը նրանում չի, որ Նիկոլը կընդունի թե չի ընդունի, Սերժը կընդունի թե չի ընդունի։ Իմ ջալոց այդպիսի մի օրենք էլ 2009 թվականին առաջարկվել էր արտադրության նախարարության կողմից կառավարությանը, որ արեք սահմանափակենք այդ ամեն ինչը։ Բայց այն ժամանակ իրենք դեմ են կանգնել։ Եվ սա ինքը արդեն խնդիր է։ Եվ երբ որ մենք այս խնդիրն անդրադառնում ենք, կարևոր չի թե ով է ուզում կամ ով չի ուզում։ Կարևորն է, որ դա պիտի անել, որպեսզի ապահովենք մենք մեր ապագա սերունդը։ շատ լավ։ Դեռ խոսենք այդ օրենքի մասին, հետաքրքիր նախաձեռնություն դա պետք է առաջ տանել։ Շնորհակալ եմ, ես Շեստով Վազգեն Պետրոսյանից, տեսություն կհանդիպենք։